Աշխարհը բաց է կրեատիվների, իսկ Hi-Find-ի կրեատիվը ձեր բիզնեսի, կոնտենտի եւ բլոգինգի նոր հնարավորությունների համար։ Այսօրվա մեր հյուրը արվեստագետ է, ով կարողանում է վառ գույներով ներկայացնել գեղեցիկ պատկերներ։ Նրա նկարներում հաճախ տեսնում ենք վառ դիմանկարներ, գույներ, աչքեր, ծաղիկներ եւ այդ ամենը առանձնահատուկ մոտեցմամբ։ Շատ շնորհակալություն Ժորժ ջան, որ այսօր այստեղ եք մեր հյուրը։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Եկան սպասում։ Այսօր մենք Լուսինեի հետ փորձելու ենք մի փոքր ձեզ տանջել ու ինչ որ բացահայտումներ անել։ Պատրաստ եք։ Այն կողմից, որ դեռ քեզ այդքան էլ չեն ճանաչում։ Ասում են զավեն կողմից արդեն ճանաչում։ Շատ լավ։ Մինչև սկսելու Լուսինե ջան, կխնդրեմ, որպեսզի տարայից փորձենք հանել մեկ բիզնեսի անուն։ Այստեղ այն բիզնեսներն են, որոնք գրանցված են մեր հարթակում, Hi-Find.am-ում։ Մեկ բիզնես քաշի։ Ահա։ Մի հատ։ Հա, մեկ հատ։ Ինչ պետք է կարդամ։ Այո, անունը կարդանք, մի հատ ասոցիացիան հասկանանք։ Դե կուլ չէի տանում։ Տրամաբանական։ Մանկական զիեսների վարձույթ։ Դե արդեն ինձ թվում է, պարզ է, իրոք լավն է, շատ լավ աշխատած այ ջան, բրավո։ Աշխատածից բացի, որ ամեն ինչ բարձ երևում է, այսինքն AI-ով սարքած մոդելներ չեն, այսինքն ինտերնետից քաշած նկարներ չեն, այսինքն իրենք ներկայացնում են ամեն ինչը, ինչ որ ունեն արկա տեսականի։ Չգիտեմ, իմ համար շատ գրագետ ու շատ բարձ է ու բավականին վստահելի։ Այո։ Լսեք նաև մեր մասնագետի Լուսինե։ Ես լրիվ համաձայն եմ Ժորի հետ, ինձ էլ դուր եկա, ուղղակի մենակ այդ մանկական զգեստները գոնե մի հատ անուն, ինչ որ մի հատ լիներ, որտեղ սա ծառայության անունն է, բայց ինքը, այսպես ասած, բրենդի անուն չի, բրենդը չի կարող լինել մանկական զգեստների Նախ խաղին անցնել է, ես ուզում եմ նշել, որ մենք արդեն ունենք գործընկեր վիտամինահամային ջրերը։ Դուք փորձել եք երբևէ վիտամինաջրերից։ Չէ, ես փորձել եմ սովորական ջրերից։ Բայց հետաքրքիր է։ Ահա, հիմա առաջարկում ենք փորձենք, որովհետև իրենք ունեն բնական հումքով պատրաստված եւ հարուստ վիտամիններով ջրեր եւ առաջարկում են ոչ միայն սովորական ջրեր, այլ նաեւ ունեն համային ջրեր։ Ժոտը միգուցե դու բացեի։ Արդեն Այդ բանը գործընկեր։ Ինչ ֆայմա։ Ինձ թվաց ես ոչի բանը դիշ կպնեմ։ Մեզ բարի բլից հարցեր։ Այո։ Գաղափար կա, մոտիվացիա չկա։ Թե մոտիվացիա կա, գաղափար չկա։ Ինձ թվում է մոտիվացիա կա, բայց գաղափար չկա։ Գաղափար չունե։ Անդրամաբանականների մասից։ Իսկ դու շատ գաղափարներ ունես։ Տարակը դու sense մոտիվացիան է, քեզ sense տալչոկներ է տալիս դու։ Հա, ճիշտ ես նկատում։ Ես ավելի լավ գիտեմ կոպիտ հումոր, թե ինտելեկտուալ հումոր։ Ինձ թվում է կոպիտ հումորը ավելի խնդալու է, ավելի անկեղծ։ Կոպիտ սարկազմիկ։ Այո։ Քեզ բոլորը սիրեն, թե քչերը, բայց քոնանք։ Ինձ թվում է քչերը, բայց իմանք։ Կադրից դուրս քաոս, թե քո տարբերակը։ Այսինքն կադրից դուրս, այսինքն կադրում ամեն ինչ իդեալական է։ Ամեն դեպքում դու արվեստի մարդ ես, չէ՞, այնտեղ աժոտաժա։ Դու այնպես ես ամբողջ իդեալական պատկեր լինի, իսկ այն կողմում քաոս, հենց դա դիմացնա քաոս, իսկ այս կողմը ամեն ինչ նորմալ է։ Դուք իմ սեղանը չեք տեսել։ Մեկ այդ քաոսային վիճակներն էլ էլի, բայց ցույց տուր, որտեղ հետաքրքիր է այդ backstage-երը։ Ցույց կտամ, անպայման։ Ուղղակի ես մեկ-մեկ տենց ամաչում եմ, որ չտենան էլի փնթի եմ։ Եթե աղջիկները չեն ամաչում, դու ինչ ես ամաչում, Ժորժ ջան։ Դե ես իմ օրինակ եմ ծառայում։ Հումորը փրկել, fail-ը, թե լուրջ բացատրել։ Ես երեք լուրջ բացատրել եմ, հումորով չեմ փրկել։ Հա, այսինքն նայած իրավիճակ։ Նայած իրավիճակ։ Գիշերը ոգեշնչվել ու արարել, թե ցերեկը։ Չէ, ես նախընտրում եմ գիշերը ոգեշնչվել ու արարել, որտեղ ցերեկը ընդհանրապես չի ստացվում։ Տաղանդավոր, բայց ծույլ, թե միջին, բայց աշխատասեր։ Ինձ թվում է միջին, բայց աշխատասեր։ Հա։ Դե հա, որովհետև տաղանդավոր մարդկանց շատ եմ հանդիպել, որ ալարում են, ես կոնկրետ իմ տեսակետից կասեմ իմ միջինը ավելի շատ, որովհետև որ ես փորձում եմ ամեն ձև, այսինքն ամեն տարբեր ոլորտներում փորձում եմ ինչ որ առաջխաղացում տա։ Այո։ Ինձ թվում է երկրորդ նախընտրում երկրորդ տարբեր։ Նկար, որը դու ես սիրում, թե որը մարդկանց սրտով է։ Այսինքն չգիտեմ, ես երևի երկուսն է կընտրեի։ Ես ինձ թվում է ավելի շատ երևի նկար, որը որ ես եմ սիրում։
Հա, ամեն դեպքում քո ձեռագիրը այդ ամենտեղ կա, ինչքան էլ որ դու ուզում ես ինչ-որ մեկի ուզածով լինի, բայց այո, քո ձեռագիրը կա։ Հիմա ուշադիր հաց։ 10,000 լայք, թե մի օր Հայկ Ալեքյանի հետ։ Մի օր Հայկ Ալեքյանի հետ։ 10,000 լայքը կլինի sense Վերջին հարցը, քեզ հիշել որպես բլոգեր, թե որպես արվեստագետ։ Ինձ թվում է որպես արվեստագետ։ Բլոգերները շատ են իմ կարծիքով, բայց ավելավը հիշեմ որպես արվեստագետ։ Անցնում ենք հաջորդին կրիայի ռիթմին։ Այստեղ մենք մի հարց ունենք։ Առաջին հարցը դու կրիային ում հետ եք ասոցացնում կամ ինչի հետ եք ասոցացնում։ Չգիտեմ, երևի մարդու հետ, ինչ որ մեկի հետ։ Դանդաղ մարդու, թե իմաստուն մարդու։ Ոչ իմաստուն, ոչ դանդաղ, ուղղակի մարդու։ Իսկ եթե կրիան լիներ ստեղծագործող, արվեստագետ, ինչ ոճի մեջ կստեղծագործեր ձեզ։ Ես իմ տեսակ անդրամաբանական եմ, ես փորձեմ տրամաբանորեն պատասխանել։ Ուշին նինդյա բաների, Ռաֆայելոյի բանին, այդ ձևով։ Ոստում աբստրակտ, ավելի շատ։ Իսկ եթե կոնկրետ մեր կրիան լիներ բլոգեր, ինչ բլոգ կվարեր։ Ինչ բլոգ, առողջ ապրել երևի, կամ մամա բլոգեր։ Մամա բլոգեր։ Լավ, էլի արն է։ Չնայած լավ, բայց ոչինչ շարունակենք, չէ՞։ Կարում եք հիմա տեսեք մենք ունենք սեղանին կրյաներ կրյաների վրա կա գրություններ ամեն մի գրության տակ որևէ առարկայի անուն է գրված փորձելու եք համապատասխանեցնել ձեր բլոգի կամ արվեստի հետ բայց լինելու է սահմանափակ ժամանակով վրցին ինչ ասոցացնում ինձ մազեր ուղղակի պետք է մտքից գալի մազեր ես մազերով վրցին օգտագործում եմ խոշորացույցը չգիտեմ, տեսողություն, ակնոցներ, ես ակնոցներով եմ նկարում։ Հա, ես նկատել եմ։ Բայց կադրի մեջ առանց ակնոց։ Puzzle չեմ սիրում իրականում, չգիտեմ ինչի հետ կարող եմ ասոցացնել։ Կնի ես ուղղակի թողեմ, ասեմ չեմ ասոցացնում։ Շատ լավ։ Լավ, շատ լավ, գնացինք։ Ծաղիկ։ Ծաղիկները հա գարուն, ծաղկել, չգիտեմ, ես տենց եմ մտածում։ Հիշում եք ինձ։ Ջինսը բաշխում, որ վրան կնկարեի ինչ ուզեի, չգիտեմ, գժում ջինսը բաշխոնի վրա։ Մատիտը չգիտեմ։ Չգիտեմ, չգիտեմ։ Մատիտը չգիտես։ Նկարիչ ջան։ Դիմակն բան, կեղծավորություն, այո։ Դա առածված է ժամանակը Վերջացել է։ Մատիտով ես ախր ինչ ասոցացում տամ։ Նորմիտ, մատիտը նորմիտ։ Հալելույա։ Ինչպես դուք ասեցիք, Շորջան, քննության հարցը, քննական հարցերն են սեղանին դրված, բայց այդ քննական հարցերի համար ամեն մի հարցի պատասխանի համար ունեք 7 վայրկյան։ Կար մի նկար, որին նայում եք ու մտածում, այս մասը հաստատ ուրիշ կերպ կարելի էր նկարել։ Այո, լիքը։ Շատ նկարներ կան, որ ես տենց կնկարեի։ Հոգնածության պահեր։ Լինում է պահեր, երբ ընդհանրապես չեք ցանկանում ստեղծագործել, երբեմն լինում է, բայց հաճախակի չի լինում, էլի։ Ահա։ Ձախողում։ Ունեք աշխատանք, որն ամենաանհաջողն եք համարում։ Այո, բայց այնքան դիտումները հավաքեմ, որ չեմ ուզում էլի ջնջեմ այդ վիդեոն։ Համարձակություն։ Ունեք աշխատանք, որ շատ սիրում եք, բայց ոչ ոք դեռ չի տեսել։ Հիմա չէ, այս պահին չեմ։ Բոլորը տեսել են։ Հա, բոլորը տեսել են։ Այո, ես բաց գիրք եմ բոլորի։ Բոլորը տեսել։ Ընտրություն։ Ստեղծագործելիս ձեզ համար կարևորը մենակ լինել, թե ոչ միանշանակ մենակ լինել ու բարձր երաժշտություն լսել, հարևաններին ու տարածքներին խանգարել։ Գաղտնիք։ Եթե ձեր նկարները խոսեին ձեր մասին, ինչ կպատմեին, իմ վերջին նկարը ինձ թվում ավելի շատ իմ մասին կպատմեր, անկանխատեսելի, որովհետև իմ որոշումները շատ ժամանակ այնքան անկանխատեսելի են, որ շատերը հիմա շոկային են։ Ինչպես մի օր ինձ զանգեց, ասաց ես ֆիլմ եմ նկարում ու դու պետքա տեղ։ Բայց շատ հաջողված ֆիլմ է, ես շատ լավ է։ Վերջինը։ Գույնի ինտուիցիոն։ Ինչպես եք ընտրում ձեր աշխատանքների գույները, զգացողությամբ, թե նախապես որոշում եք։ Երբեմն նախապես որոշում եմ պալիտրան, երբեմն էլ ինչ գույն որ ունեմ։ Կա գույներ, որ չունեմ, փայտակ։ Լավ։ Լուսինեն, դուք եւ ես ամեն մեկս մեկ բառ ենք ասելու։ Դուք այդ 3 բառերը փորձելու եք իրար հետ կապել, փոքրիկ ուղեր ստեղծել ու ուղղել թե ձեր լսարանին, թե մեր լսարանին։ Փորձենք լավ։ Փորձենք։ Իմպրովիզ։
նկար։ Գեղեցիկ միջավայր։ Իրականում գեղեցիկ միջավայրում ավելի հեշտ է ստացվում նկարներ նկարել, հանգիստ ու ներդաշտակ միջավայրում նաև ավելի հեշտ է ստացվում իմպրովիզներ անել։ Իմպրովիզներ անել։ Հա, իմպրովիզներ անում են։ Այո, իմպրովիզներ ես անում եմ գեղեցիկ միջավայրներում։ Երբեմն լինում է, որ բադ միջավայր։ Այդ իսկ չտրամադրող միջավայրում հնարավոր է իմպրովիզներ անել։ Իհարկե ոչ։ Ոչ։ Երբեմն այո։ Հիմա ոչ թե այո։ Ավելի շատ այո։ Լուսինե ճնշում է։ Ջորջան, պատկերացրեք ձեր նկարներից որևէ մի աչքեր սկսում են խոսել։ Ինչ է կարծում, ինչ կասի ձեզ։ Նկատողության տեսքով կամ քննադատություն կամ որևէ խորհուրդ կամ առաջարկ, ինչ է կարծում։ Դե հաշվի առնեք, որ չգիտես ինչի ես ամեն ինչից սենց հիասթափվում եմ, բայց մի երկու ժամ հետո նորից էլի վերականգնվում եմ։ Ինձ թվում է հիասթափության պահին կասեր տղա ջան, ոնց է ավակվի էլի всё-таки։ Ստապի խելքի արի։ Ու սկսի շարունակել աշխատել, մի հանձնվի։ Պատկերացնենք, որ ձեր կողքը մի կողմ, աջ կողմում նստած է փոքրիկ ժորը, իսկ ձախ կողմում նստած է ապագայի ժորը։ Ինչ կար փոքրիկ ժորի մոտ, որ ձեզ ամենաշատն էր դուր գալիս ու ինչ կցանկանաք, որ փոքրիկ ժորը փոխանցի ապագայի ժորին։ Փոքրը կուզենայի, որ ասեր այդքան միամիտ մի եղի, այդքան մի վախեցի, այդքան մի լացի։ Մեծանաս ամեն ինչ տեղը կգնի։ Դե իսկ մեծը ինձ թվում է կասեր, որ տեսնես ամեն ինչ լինում է նենց ոնց որ դու ես ուզում։ Այսինքն նշանակում է, որ քո անիմաստ լարվածությունը, քո անիմաստ այնց ապրում, ոչ թե անիմաստ, այլ այն ապրումները, որ դու ունենում ես ամեն որոշում կայացնելուց կամ ամեն հարցի շուրջ, որ այդ լարվածությունը, այդ սրտնեղությունը անիմաստ էր, դու կարող ես ավելի շատ հանգիստ ձևով այդ ամեն ինչի միջով անցնել։ Just relax, էլի ամեն։ Just relax։ Շնորհակալ ենք այս անկեղծ ու գունավոր զրույցի համար, իսկապես շատ հաճելի էր Ժորժան։ Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ կրեատիվությունը միայն ստեղծելը չէ։ Դա նաեւ համարձակությունն է փորձելու, անկեղծանալու, նորից սխալվելու եւ կրկին շարունակելու։ Համաձայն եք։ Շատ շնորհակալ եմ անչափ հրավերի համար։ Համաձայն։ Ժորժան, մենք քեզ առանց նվերների բաց չենք թողում։ Այս խնդրեմ Hi-Find-ի կողմից մեր կրեատիվ կրիան, որին դու այդքան հավանեցիր, այստեղ դու արդեն ես քո կրիային։ Ճիշտ է, քո ծովախոզուկի տեղը չի տա, բայց ամեն դեպքում։ Նորից իհարկե։ Նաև մենք ունենք ուրիշ նվեր, արդեն մեր գործընկերոջ կողմից, վիտամինահամային ջրերի կողմից, որոնք առանց շաքարի են, բնական հումքով պատրաստված, պարունակում են լիքը օգտակար վիտամիններ եւ ամենօրյա օգտագործման համար իդեալական լուծում են։ Մերսի շատ։ Երջանիկներից ես, որովհետև առաջինն է քեզ բաժին հասավ գործընկերոջ։ Դե տեսեք։ Իսկ մենք սպասենք մեր հաջորդ հյուրին, ով կլինի կրկին մեր կրեատիվի, այս գեղեցիկ պուֆիկին նստած ու նոր բացահայտումներ կանենք։ Ահա, իսկ մենք Hi-Find-ում շարունակելու ենք միավորել մարդկանց, գաղափարներ եւ փորձը եւ հաստատուն քայլերով փորձել ստեղծել մեր երազելի ու ցանկալի համայնքը։